Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 4-ից սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը։ Չնայած որոշ փորձերին քննարկումներն ամբողջությամբ տեղափոխել քաղաքական հուն, ուրախ ենք, որ ներսում կա եպիսկոպոսների առողջ ընդվզում այդ մտադրությունների դեմ։ Արժանապատիվ սթափ մտածող սրբազան հայրերի խումբը հուսանք առաջիկա օրերին հանդես կգա սթափ ու առողջ նախաձեռնություններով։ Գերաշնորհ սրբազան հայրեր, որպես եկեղեցու իշխաններ, դուք պետք է ձեր ձեռքը վերցնեք իրավիճակի պատասխանատվությունն ու կառավարումը։ Այդպես է սահմանել ավետարանը։ Դուք եք եկեղեցու իշխանները։ Դրա այլընտրանքը քաոսն է եւ իրավիճակի անհաղթահարելի ընթացքը, որը դուք չեք կարող թույլ տալ։ Եկեղեցու բարեփոխումն ու ռեֆորմները պետք է սկսվեն ներսից ձեր առաջնորդությամբ։ Դրսից թելադրելու բան չկա։ Մեր խնդիրը երկրի կարևոր օրակարգերին, սպառնալիքներին, մարտահրավերներին եւ ամենակարևորը հնարավորություններին համերաշխ արձագանքող եկեղեցական վերանխավ ունենալն է։ Թող հստակ լինի սահմանը։ Եկեղեցականը կարող է սիրել ում ուզում է, կարող է չսիրել ում ուզում է, կարող է որքան ուզում է քաղաքական լինել, բայց չի կարող լինել կուսակցական, որովհետեւ եկեղեցին ժողովուրդն է, եկեղեցին բոլորինն է։